Հարգելի հեռուստադիտողներ, այժմ է RTN-ի տաղավարում վերլուծությունների ժամանակն է, այստեղ է Արմենը Չիբուխչյան, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Եվ թերևս նախ եւ առաջ անդրադառնանք Ժնևում տեղի ունեցած երկու իրադարձություններին, որոնք եթե ոչ ուղղակիորեն, ապա հաստատ կապված են նաեւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, այսինքն ինչ կլինի Հայաստանի հետ ձեր վերլուծություններին, որովհետեւ եթե Ժնևում Իրանի հարցով բանակցությունները չհասնեն իրենց նպատակին, եթե Ռուսաստան-Ուկրաինան, Աստված մի արած թե նույնպես չհասնեն իրենց նպատակին, ապա ամեն ինչ անկանխատեսելի է դառնալու։ Տեսեք, որից սկսենք։ Իրանից։ Ուրեմն Իրանի մասին տեղեկությունները շատ քիչ կա, որոշ տեղեր հաղորդվում է, որ կոնստրուկտիվ են եղել, ինչ որ առաջընթաց կա երևակայական։ Առաջին ինքը ասաց։ Այո, բայց առաջընթացը շատ երևակայական է, որտեղ դե մանրամասնից չի բացահայտվում, որքան հասկանում եմ, այնտեղ բարդ է իրավիճակը, որովհետև որքան հասկանում եմ, երկու կողմերն էլ ժամանակ են ձգում, որովհետև ամենակարևոր հարցերը, որը հետաքրքրում է, ուրեմն նախ սկսենք նրանից, որ գլխավոր հարցը դարձել է միջուկային ծրագրի հարցը, բայց այնտեղ 4 գլխավոր հարցեր կան, մեկը չի, սկսած պրոքսիներից, որ պետք է Իրանը հրաժարվի, Իրանը ընդհանրապես հրաժարվում է դա քննարկել, ասում ես իրանց հետ կապ չունեմ, ուղղակի հեռվից սիրում եմ, կոպիտ ասած։ Որում նաև պահանջում են, որ բոլոր պատժամիջոցները հանվեն միայն միջուկային ծրագրի դիմաց։ Այո, ընդ որում միջուկային ծրագիրն էլ իրենք չեն պատրաստվում դադարեցնել ամբողջությամբ միջուկային ծրագիրը։ Որում 3 տարով դա էլ ուրիշ ինֆորմացիա էր, այսօր հրապարակվեց, Արաքչին ինչ որտեղ էր հայտարարել, հիմա չեմ հիշում, բայց ասել էր, որ 3 տարով մենք կդադարեցնենք։ Ամբողջությամբ չէ։ Էս է պրոբլեմը, որովհետև դու չես կարող վերահասկել այդ process-ը, տեսեք, նույն Թրամփը ինքն էր ասում, իրենք հիմա փորձում են ուրիշ տեղ ավելի խորը, ավելի հետաքրքիր կառուցել, ուրեմն նոր վայրեր, որտեղ կզբաղվեն հարստացմամբ։ Եվ բացի դրանից, ուրեմն պետք է ընդհանրապես այդ խաղաղ, այսինքն ամերիկացիների նպատակն է, որ Իրանը դադարեցնի ընդհանրապես այդ ծրագիրը, որևէ տեսակի հարստացում։ Կոպիտ ասած, տեսեք, հիմա Միացյալ Նահանգները Սլովակիային եւ Հունգարիային էլ առաջարկում է ատոմակայաններ կառուցել, էլի պայմանագրեր ստորագրվեցին։ Խնդիրը ինչումն է, այսինքն օրինակ Միացյալ Նահանգները կարող են այնտեղ ատոմակայան կառուցել, տեխնոլոգիաները չփոխանցել, իսկ իրենք կառուցել, իրենք բերել ուրանը, իրենք աշխատացնել եւ այսպես շարունակ։ Ոնց որ Հայաստանի ուրեմն ատոմակայանն արվել է տարիներ շարունակ, որտեղ այդուամենայնիվ ատոմակայան ունեցող երկրները ու հիմա ռուսներն են այնտեղ նաև կառուցում, ուրեմն ինչքան ես գիտեմ Իրանում ատոմակայան, եւ ատոմակայան ունեցող երկրները ու այդուամենայնիվ ունեն շանս, եթե ամբողջ process-ը ցիկլը դու ինքդ իրականացնես, այսինքն ուրանի հարստացումից մինչև ատոմակայանի աշխատանքները ենթադրենք, դու մեծ հնարավորություն ունես միջուկային զենք ստեղծելու։ Դավար հստակ խնդիրը հենց ամբողջ ցիկլը չիրականացնելն է, դու ամենագլխավոր տեխնոլոգիան հենց ուրանի հարստացումն միջև այն մակարդակ, որ քեզ պետք է։ Դրա համար ենթադրում եմ, որ այստեղ համաձայնություն չի լինի, բայց այլ հարց ինչա կատարում, տեսեք, հիմա Ջերալդ Ֆորդը ամենամեծ ավիակիրը գնում է, Լինկոլնն է այնտեղ եւ այսպես շարունակ, եւ կա տեսակետ, որ Միացյալ Նահանգները դե հիմա մուսուլմանական Սուրբ ամիսն է գալիս, այդտեղ մարտի 19-ին է ավարտվում, ենթադրում եմ, որ կա այդպիսի տեսակետ, որ արաբական երկրները խնդրել են այս ընթացքում ուրեմն զուսպ մնալ Դոնալդ Թրամփին որևէ բան չիրականացնել, հարգել իրենց այսպես ասում տոնը եւ այսպես շարունակ։ Եվ այդուամենայնիվ Սենատոր Մենենդեսը հայտարարեց, կարծեմ, Մենենդեսը չէ, ներողություն։ Սենատորներից մեկը հայտարարեց, որ մյուս ամիս նոր Իրանի հարցով այո, եւ դրա հենց այդ է, տեսեք, եւ նաեւ խոսքը դրա մասին էր, տեսեք, Թրամփն էլ ասեց 1 ամսվա մասին, չէ։ Այո։ Թրամփն էլ խոսեց 1 ամսվա մասին, ճիշտ է, եւ ոնց որ թե կարծես թե այդ ժամկետները բռնում են, այսինքն Թրամփը ասեց 1 ամիս, մոտարապես 1 ամիս, տոնը ավարտվում է մարտի 19-ին,
Եվ այստեղ արդեն խնդիրադրված կարծես թե ձգձգելու տեսնելու մաքսիմում ինչի կարող են հասնել, բայց Նեթանյահուի այցից հետո այլ պայմանավորությունների մասին են խոսում, որ ուրեմն կարող է անգամ Իսրայելը սկսել, ուրեմն եթե Իսրայելը սկսի, պետք է Միացյալ Նահանգները աջակցի, այլ այսպես շարունակ։ Խառն է իրավիճակը, ես չեմ կարծում, որ այստեղ մենք մի ամիս, եթե արդյոք դա այս ինֆորմացիան ճիշտ է այդ մեկ ամսվա հետ կապված, ուրեմն մենք մեկ ամիս հիմա տունտունիկ ենք խաղալու, մինչև հասկանանք, թե իրականում ինչ արդյունք կա ռեալ բանակցությունից, ես մեծ սպասումներ չունեմ, որովհետև Խոմեյնին սպառնաց Միացյալ Նահանգներին, որ կոչնչացնի ավիակիրը, Հորմուզի զորավարժությունները գումարած շատ ապրեք Հորմուզի զորավարժությունները, իսկ Հորմուզը շատ կարևոր նշանակություն ունի նավթի տեղափոխման համար, համաշխարհային ուրեմն առևտրի համար, դրա համար եւ հիմա իրենք նաեւ դա են շանտաժի ենթարկում, իսկ կնական հայտորեն սպառնալիքի ֆոնին է գնացել եւ Միացյալ Նահանգների եւ հակառակ սպառնալիքի ֆոնին է այս բանակցությունները գնում։ Ինձ մոտ հիմա տպավորությունը իրոք անկեղծ է հայտարարություններից տպավորությունը, որովհետեւ տեսեք, պրոքսիների հարցով ասում եմ ես կապ չունեմ դրանց հետ, չեմ բանակցելու այդ թեմայով, բալիստիկ հրթիռների մասով ասում եմ այդ իմ ներքին գործն է, ես չեմ կարող դրա հետ բանակցել, մարդկանց մասով իդեպ ասում են հիմա աստիճանաբար այնտեղ ինտերնետի հարցը սկսում է կամաց թուլացվել, այսպես ավելի շատ ինֆորմացիա է սկսում հասնել, կան տեղեկություններ, որ շուտով մասսայական մահապատիժներ են գործադրվելու Իրանում, այն մարդիկ, ովքեր բռնվել են, դրանցից շատերին թաքուն են մահապատժի ենթարկել անտառներում, չգիտեմ, նկուղներում եւ այլն, բայց կա մի ահռելի զանգված, որը դատապարտված է եւ սպասում է այդ մահապատժին։ Այդպիսի տեղեկություններ կան, որ շուտով կարող է պարզ դառնալ, որ Իրանի իշխանությունները թքած են ունեցել բարձր զանգակատնից Թրամփի սպառնալիքների վրա եւ մասսայական մահապատիժ են կամ իրականացրել, կամ իրականացնում, կբացվի կհասկանանք ինտերնետը փակ է այնտեղ։ Այսինքն, երբ որ մենք նայում ենք այս ամբողջական պատկերին, մենք տեսնում ենք, որ այնտեղ իրավիճակը ամենևին էլ այսպես լավ չի բանակցություններում, պարզապես ինչ որ ժամանակի ուրեմն այսպես ձգձգման process է տեղի ունենում Իրանի եւ Միացյալ Նահանգների կողմից, ընդ որում երկուստեք, կրկնում եմ, երկուստեք տեղի է ունենում այդ process-ը։ Տեսնենք, հասկանանք ինչ արդյունք կարող է ունենալ այս ամեն ինչը, որովհետև ես շատ կուզենամ, որ պայմանավորվեմ, բայց ակնհայտորեն տեսեք ուշադրություն դարձրեք Ռուբիոյի հայտարարություններին։ Ասում եմ, մենք գործ ունենք ֆանատիկ, ծայրահեղ ֆանատիկ հոգևորականների հետ, որոնք մեզ հետ խոսում են ոչ թե աշխարհ քաղաքականության, այսինքն ռեալ պոլիտիկի, չգիտեմ, դիվանագիտության լեզվով, այլ մեր հետ խոսում են կրոնական տերմինոլոգիայով կամ կրոնական ինչ-որ բաներով, հա։ Դա Ռուբիոն հայտարարեց եւ Հունգարիայում եւ Սլովակիայում։ Իդեպ հետաքրքիր այցեր էր եւ Հունգարիա եւ Սլովակիա, այստեղ ուրեմն շատ հետաքրքիր բաներ կա, Ուկրաինայի մասով երևի առիթ կունենանք անդրադառնալու այդ թեմային։ Մի խոսքով իրավիճակը, այսպես ասած, իմ կարծիքով դեռևս հավանականությունը պատերազմի կամ առնվազն հարվածների, ընդ որում երեք դերենի կետել ենք խոսում, այո ինքնաթիռներ են բերե շատ, ոչ միայն F-35, այլև այնպիսի ռազմական ինքնաթիռներ են, սովորաբար որոնք օգտագործում, եթե չեմ սխալվում, Thunderbolt են կոչվում, եթե չեմ սխալվում, կներեք։ Դե իզուր չի, որ ամենամեծ ավիակիրներն են այդ ճանապարհին։ Այո, ես, այսինքն այստեղ կա հետաքրքիր հանգամանք, որ նաև տեղափոխվել են այնպիսի ինքնաթիռներ, ես չեմ պնդում կամ չեմ ուղղակի, որոնք օգտագործվում են ցամաքային օպերացիաների ժամանակ։ Հիմա գնանք գովազդային դադարի, կվերադառնանք, կշարունակենք։ Armflix հարթակում անընդմեջ նորությունները կարող են զարմացնել, բայց դրանք իրականություն են։ Այսուհետ Armflix-ի օրացուցային հրապարակումներ նոր կոնտենտի վերաբերյալ միայն փետրվար ամսվա նորություններն են։ Կայսրության թևերը, երրորդ եթերաշրջան, նկարահանված 3 երկրում՝ Հայաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Վերջին վկան, նկարահանված Միացյալ Նահանգներում։ Հատ ծյոծը, նկարահանված Միացյալ Նահանգներում։ Իսկ անակնկալները շարունակական են։ Միացեք Armflix-ին եւ լրացրեք ձեր ժամանցը բացառիկ ֆիլմերով։ Միայն Armflix-ում յուրաքանչյուր տարիքի հանդիսատեսի համար։ Armflix, լավագույն հայկական մեդիա հարթակ աշխարհասփյուր հայության համար։ Վերլուծություններն շարունակվում է RTN-ի տաղավարում եւ այժմ վերադառնանք Ժնև, բայց այս դեպքում արդեն ռուս-ուկրաինական բանակցություններին նորից Միացյալ Նահանգների միջնորդությամբ։
Տեսեք, այստեղ մի քիչ ավելի ջղային պատկեր ունենք, այսինքն ջղային ասած, իրոք այսպես զայրացնող պատկեր ունենք, որովհետև Թրամփը ակնհայտորեն իր քաղաքական նպատակներով փորձում է ստանալ փնթի մի համաձայնագիր ռուսների հետ, ուրեմն ասում եմ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ տրամաբանությամբ, որովհետև ուրեմն ավելի շատ ճնշում է հիմա գործադրվում, ավելին ասեմ ձեզ, ես վստահ եմ, որ անգամ այս համաձայնագիրը ռուսների հույսը այն է, որ ուկրաինացիք չեն համաձայնվի այս համաձայնագրին ստորագրելու, բայց որտեղ այնտեղ իրոք լուրջ խոչընդոտներ կան, դու չես կարող բռնել 200,000 մարդու նվիրել ռուսներին, դու չես կարող ակի բռնել տարածքը նվիրել քեզ. Այսինքն դա քաղաքական մահ կարող անգամ դառնա Զելենսկու համար, եթե դու համապատասխան գոնե ուրեմն անվտանգության երաշխիքներ չունես։ Հիմա անվտանգության երաշխիքների պահովել չգիտեմ, տարբեր բաներ էին խոսում, որքանով ռեալ է, որքանով այդ ամեն ինչը հիմա օրինակ տեսեք, գոնե Զելենսկին պահանջեց, ասեք եկեք անվտանգության երաշխիքները ստորագրենք, որպեսզի ես դրանից հետո կարողանամ որոշում կայացնել ավելի լավ կողմնորոշվել, բայց ակնհայտորեն այն անվտանգության երաշխիքները, որ ներկայացված են, հիշում եք, մենք խոսում ենք 24 ժամում պետք է ուկրաինական զորքերը, անմիջապես պետք է ուկրաինական զորքերը արձագանքեն, հետո 12 թե 24 ժամ պետք է եվրոպական զորքերը արձագանքեն, հետո արդեն 48 թե 72 ժամվա ընթացքում ամերիկյան զորքերը պետք է մտնեն պատերազմի մեջ, ակնհայտորեն Թրամփն էլ շատ լավ հասկանում, որ եթե հիմա դա ստորագրվի, ռուսները ոչ մի պայմանագիր չեն ստորագրի։ Բայց ինչ, ասենք, որտեղ է տրամաբանությունը, եթե ռուսները այդպիսի պայմանագիր չեն ստորագրի, եթե այդպիսի անվտանգության երաշխիքներ տրվեն, միաժամանակ պետք է ստորագրի, իսկ որտեղ չկա տրամաբանություն։ Պրոբլեմը հետևյալն է, պրոբլեմներից մեկը, որ Թրամփը ուրեմն ինքը պրոբլեմ ունեցավ, հիշում եք առաջի ժամկետի ժամանակ հենց ուկրաինական իրադարձությունների հետ կապված, այդ իմպիչմենտի գործընթացները նաև այսպես շարունակ։ Թրամփը երեք հրապարակվեցին նոր ռեյտինգները, ուրեմն 4-5 ընկերություն հեղինակավոր հրապարակեցին, խայտարակ ցածր ռեյտինգները ընտրություններից առաջ միջանկյալ եւ այսպիսի ռեյտինգով միջանկյալ ընտրություն չեն հաղթում, որովհետեւ -22% է միջինացված, ընդ որում այնտեղ ես ասեմ, ամենալավ տոկոսը իր համար 19-ն էր, ամենավատ տոկոսը -27-ն էր։ Սովորաբար միջինացնում են բոլոր ընկերություններին եւ գալիս է կանգնում է -22, հա։ -22%-ի դեպքում չեն հաղթում միջանկյալ ընտրություն, այդպիսի բան։ Ուրեմն առաջին ժամկետի ընտրությունները, երբ որ Թրամփը պարտվեց դեմոկրատներին եւ հիշում եք Փելոսին եկավ սենատի սպիկեր եւ այսպես կներեք կոնգրեսի սպիկեր, ուրեմն այդ ժամանակ Թրամփի ռեյտինգը համարվում էր այլանդակ ցածր եւ -17%, հիմա -22 է։ Ավելին, մի շատ ավելի տխուր պատկեր կա Թրամփի հետ կապված, մի հետաքրքիր թիվեր ձեզ ներկայացնեմ։ Ուրեմն անկախականների, independent-ների, այսինքն նրանք ովքեր կուսակցական չեն շրջանում, Թրամփը ահռելի կորուստ է ունեցել։ Եթե ուրեմն 18 թվականին -17 է եղել Թրամփի ռեյտինգը, հիմա -27 է անկախականների շրջանում։ Մոտարապես պատկերացիք չէ, տարբերություն 10% կորուստ է ունեցել, իսկ հիմնականում դուք գիտեք, որ ընտրությունների արդյունքները որոշում են հենց անկախականները, որտեղ կուսակցականները քիչ թե շատ կողմնորոշված են եւ քիչ թե շատ այնտեղ բալանսի է բերվում, հա, նրանց եւ նրանց ձայները քիչ թե շատ։ Հիմա ավելին կա մի ուրիշ հետաքրքիր հանգամանք, քանի որ դուք գիտեք, որ Թրամփի այդ MAGA բազայից սկսվեցին ուրեմն անջատումներ, նույն Margaret Taylor Greene-ը, որին Migrant Traitor Greene-ը ասում, իբր որպես դավաճան, ու այդպիսի շատ մարդիկ կան, որոնք միացել են այդ MAGA բազային, հուսալով, որ Ամերիկան պետք է իզոլացվի, սաղ փողերը ծախսի երկրի ներսում, ինչ որ անի իրատեսական խոստումներ, ասենք եւ այլն, հա։ Եվ նաև բազմաթիվ հանրապետականներ, որոնք երկու տարբերակ, մի հանրապետականների մի մասը, որոնք ավելի ակտիվ աջակցություն էին պահանջում, ասենք Ուկրաինայի ռուսների դեմ, ինչ որ մասը, այսինքն ավելի, այսպես ասում այսպես ռեյգանիստական քաղաքականություն էին պահանջում եւ մի մասը, որ պահանջում են ընդհանրապես իզոլացվել, հա։ Այս երկուսն էլ դժգոհ են, որովհետև այն մի պարագայում Ուկրաինայի մասով, ասենք, չեն հասկանում ինչա կատարվում, երկրորդ մասով իզոլացիոնիզմ չեղավ, հակառակը Մադուրո բան, որ այդ ոչ մի պրոցես Իրան, որ ոչ մի պրոցես իրանք չեն պաշտպանել, որովհետև իրանք ասում են չեք մեր փողերը ծախսում Իրանին ինչ-որ ռմբակոծելու համար, հա։ Դա համար այս իմաստով պրոբլեմ կա եւ ակնկալվում է, որ դեմոկրատների մասնակցությունը ընտրություններին կլինի շատ ավելի ակտիվ։
Հիմա ինչա բանակցություններում եղել։ Մեդինս, այսինքն այս ինչի, որպեսզի հասկանանք ինչա ճնշում գործադրվում Ուկրաինայի վրա, իրան պետք է արդյունք ցույց տալ, որ ինքը ինչ որ մի բանի հասավ, որպեսզի որտեղ միջանկյալ ընտրությունները պարտվելու դեպքում ինքը իսկ ասեց, ինքը հանրապետականների հավաքի ժամանակ ելույթ ունեցավ, ասեց, որ ինձ իմպիչմենտի կենթարկեն։ Հետևաբար, իսկ Գևին Նյուզոմն էլ ասեց, որ Մյունխենում, որ ինքը պարտվելու է եւ մենք սպիկեր կունենանք եւ ավելի լավ կվերահսկենք իրեն, հա։ Տեսնենք, չնայած բազմաթիվ վտանգների, որ ինքը փորձում է ճնշումներով, զորքերը ուղարկելով ընտրատեղամասեր, ասիկա ստեղծի այնպիսի մթնոլորտ, որպեսզի ինչ որ կերպ կարողանա ճնշում գործադրել։ Բանակցությունների մասով Axios-ի լրագրող Բարակ Ռավիտ, եթե չեմ սխալվում, այո, ասաց, որ ինքը ունի տեղեկություններ, որ հակառակը խցանվել են բանակցությունները այսօր Ժնևայում, որով իսկ պատճառը դա Մեդինսկին է, խելագարը, որը պեչենեկներից է խոսում կամ այսպես գնում են ստույգ բանակցություն, սկսում են ինչ որ հորինված պատմություններ խոսել։ Պատվիրակության ղեկավարը։ Այո, Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը փոխվեց եւ վերջին տեղեկությունը դա է, ուրեմն Axios-ի թղթակիցը հայտնի, որը միշտ ինսայդներ ունի։ Ասեմ դες ոչ միշտ ճիշտ, բայց հիմնականում այսպես ինքը տեղեկացված մարդը։ Դուք երևի ավելի տեղեկացված եք։ Ես վերջերս տեսնում եմ YouTube-ում, ուղղակի վստահ չեմ դրանք որքան են իրականության համապատասխան չափերի առումով միտինգների են դուրս գալիս մարդիկ բնակչությունը։ Մենք պատերազմ չենք ուզում, հանգիստ թողեք Ուկրաինան։ Ուկրաինայի մասով, Ուկրաինայում։ Չէ, Մոսկվայում, Մոսկվայում հնարավոր, գիտեք ինչ, չէ, այդտեղ ես տեղյակ չեմ այդպիսի միտինգներից, գուցե տեղյակ եմ, որ դուրս են եկել սոցիալական վճարները պահանջելու, այսպիսի բողոքներ, որ իրենց հարազատին չեն գտնում, կամ այսպիսի բանով, ուրեմն կարող է ինչ-որ այդպիսի 1-2 ինչ-որ պաստառ լինի, բայց սովորաբար բռնում պատժվում են այդպես բաների համար, դրա համար այդ վստահ չեմ, եթե անգամ էլ կա, այո, այդտեղ այնքան չնչին կարող է լինել, որ այդպիսի ինչ-որ աղմկալից բան չկա։ Իսկ Զելենսկին ասաց, որ բանակցությունից հետո ասաց, որ պետք չի մեզ վրա ճնշում գործադրել, որովհետև դա բանակցություններ չի, երբ որ դու պահանջում ես, որ ես վերցնեմ, այսինքն հաղթանակը նվիրել Պուտինին, դա բանակցություններ չի, էլի, կոպիտ ասած վերցնես Դոնբասը նվիրել։ Նու Զելենսկին էլ իր քաղաքականությունն է վարում այստեղ, բայց մի կարճ բան էլ ասեմ, եւ արտիկլի վաղեմիսօր անդրադառնալու, բայց մարդ ես, եթե մոռանանք, Ուկրաինան շատ հետաքրքիր հակահարված է հասցնում ռուսներին, Զոպորոժիեի եւ Դնեպրոպետրովսկի ուրեմն շրջանների ուղղությամբ եւ ասում են արդեն մոտ 12-13 ուրեմն փոքրիկ ուրեմն գյուղեր, բնակավայրեր ազատագրվել են, բայց շատ լռության պայմաններում շատ ինֆորմացիա չունեն, բայց հետաքրքիր պատասխան է, այո, այնպես որ հանդիպելու ենք վաղը նույնպես եւ այս թեմայի շուրջ նույնպես երևի զրույց ու վերլուծություն կլինի։ Իսկ այսօր մեր ծրագիրն ավարտվեց, ցտեսություն, կհանդիպենք վաղը։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։